Մարկոս 13-րդ գլուխ։ Երբ Հիսուսը դուրս էր գալիս տաճարից, իր աշակերտներից մեկը նրան ասաց. «Վարդապետ, տես ինչպիսի քարեր են և ինչպիսի շինություններ»։ Հիսուսը նրան պատասխան տվեց և ասաց. Տեսնում ես այդ բոլոր շինությունները։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդտեղ քարը քարի վրա չպիտի թողնվի, ամբողջը պիտի քանդվի։ Եվ մինչ Հիսուսը նստած էր Ձիթենյաց լեռան վրա, տաճարի դիմաց, Պետրոսը, Ակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը առանձին հարցրին նրան. Ասա մեզ, երբ կլինի այդ, և ինչը կլինի նշանը, երբ կատարվելու լինեն այդ բոլորը։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. Զգույշ մնացեք, ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և ասեն, ես եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն։ Սակայն երբ լսեք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովվեք, որովհետև դրանք պետք է լինեն, բայց դա դեռ աշխարհի վախճանը չէ։ Ազգ ազգի դեմ կելնի, և թագավորություն թագավորության դեմ։ Տարբեր տեղերում երկրաշարժներ կլինեն, սով, համաճարակ ու խռովություններ, բայց այս ամենը սկիզբն է նեղությունների։ Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։ Բայց նախ պետք է ավետարանը քարոզվի։ Եվ երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, նախապես մի մտահոգվեք և մի մտածեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, այդ խոսեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի և հայրը որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց։ Եվ բոլորը ձեզ կատեն իմ անվան պատճառով, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երբ տեսնեք ավերածության պղծությունը տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ, ով կարդում է, թող հասկանա։ Այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն։ Ով տանիքի վրա լինի, թող չիջնի և տուն մտնի այնտեղից մի բան վերցնելու։ Եվ ով արտի մեջ լինի, թող հետ չդառնա իր վերնազգեստը վերցնելու։ Բայց վայ հղիներին ու ստնտուներին այդ օրերին։ Աղոթեք, որ այն ձմեռ ժամանակ չպատահի։ Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։ Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։ Այն ժամանակ, եթե մեկը ձեզ ասի, թե ահա այստեղ է Քրիստոսը կամ ահա այնտեղ է, չհավատաք, որովհետև սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ պիտի ելնեն, նշաններ ու հրաշքներ պիտի ցույց տան մոլորեցնելու նպատակով, եթե հնարավոր լինի նույնիսկ ընտրյալներին, բայց դուք զգույշ եղեք։ Ահա նախապես ամեն ինչ ասացի ձեզ։ Բայց այդ օրերին, այդ նեղությունից հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն և երկնային զորությունները կսասանվեն։ Այն ժամանակ կտեսնեն մարդու որդուն, որ գալիս է ամպերի վրայով զորությամբ ու մեծ փառքով։ Այն ժամանակ նա կուղարկի իր հրեշտակներին և կհավաքի իր ընտրյալներին 4 կողմերից, երկրի ծագերից մինչև երկնքի ծագերը։ Բայց դուք թզենու օրինակով սովորեք դասը։ Երբ նրա ճյուղերը հետզհետե փափկում են ու տերև են արձակում, իմանում եք, որ ամառը մոտ է։ Նույնպես և դուք, երբ այս բոլորը կատարված տեսնեք, իմացեք, որ մարդու որդին դռների մոտ է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չի անցնի, մինչև որ այս ամենը չկատարվի։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի։ Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ոչ հրեշտակները երկնքում և ոչ իսկ որդին, այլ միայն հայրը։ Զգույշ եղեք, արթուն մնացեք և աղոթեք, քանի որ չգիտեք, թե երբ կլինի ժամանակը։ Նման կլինի այն իրավիճակին, որ մի մարդ ուրիշ երկիր գնալով թողնի իր տունն ու իր ծառաներին իշխանություն տա, յուրաքանչյուրին իր գործը, դռնապանին էլ պատվիրի, որ արթուն լինի։ Արթուն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա, երեկոյան թե կեսգիշերին, աքլորականչին թե առավոտյան։ Չլինի, թե հանկարծակի գա և ձեզ քնի մեջ գտնի։ Բայց ինչ որ ձեզ եմ ասում, բոլորին եմ ասում. արթուն կացեք։